Երիտասարդը, որը միգուցե օրինակ բավական ակտիվ է եղել, օրինակ հասարակագիտության դասերին, թվում է թե այդ գիտելիքը կրողն է եղել, բայց երբ որ պրակտիկայում պետքա ձգտի հասնել այդ փոխհամաձայնության կամ համաձայնության, իր մոտ դա չի ստացվում։ Եվ մենք պետք է այստեղ արձանագրենք, որ միգուցե քաղաքացիական կրթության գործընթացներում բաց թողումը իսկապես այստեղ է եղել, որ ոչ թե պետք է շեշտադրել այդքան շատ գիտելիքը, որքան էլ միջավայրը եւ գործնականում կիրառելու այդ իմիտացիան անելու իրական մասնակցության, իմիտացիա ոչ թե վատ իմաստով, այլ հնարավորություն տալու պրակտիկ կիրառելու։ Նույն հանրակրթության դպրոցներից, հանրակրթական դպրոցներից խոսեցինք, տեսեք, աշակերտական խորհուրդները եւս նման հարթակ են աշակերտների մոտ այդ ժողովրդավարական պրակտիկաների ձևավորման համար։ Մենք կարող ենք օրինակ հետազոտել այն երեխաները, երիտասարդները, որոնք հասարակագիտության առարկայում սերտում են, սովորում են, գիտելիք են ձեռք բերում ժողովրդավարության վերաբերյալ, ինչքանով են կիրառում։ Եվ մենք տեսնում ենք այստեղ իրենց հենց անմիջական շրջապատում։ Հենց անմիջական։ Ինչքանով եւ այստեղ մենք տեսնում ենք, որ մի կոմպոնենտի վրա շեշտադրումը չի երաշխավորում հաջողության։ Այստեղ կարեւոր է իսկապես հասկանալ քաղաքացիական կրթության իրականացման միջավայրը ինչքանով է մասնակցում այդ կրթության մեջ։ Սա եւս չափանիշ է քաղաքացիական կրթության արդյունավետության գնահատման համար։